Սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզը Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին ըստ այս խոսքի դուք եք աշխարհի լույսը, մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս իրեն աշխարհի լույս անվանեց ասելով. «Ես լույս եմ եկել աշխարհ, և ով հավատա ինձ, խավարի մեջ չի մնա»։ Նույնպես իր աշակերտներին էլ լույս անվանեց. «Դուք աշխարհի լույսն եք»։ Եվ դրանից հետո ու մինչև այժմ նրա հետևորդներն ու գործակիցները, նրա անունը կրողները կոչվում են լույս և լուսավորիչ։ Այդպիսիներից մեկն էլ մեր լուսավորիչն էր Գրիգորը, ճշմարիտ լույսը և արդարության հոգևոր արեգակը։ Քրիստոսը նրան դուրս բերեց խավարային ու մռայլ վիրապից, տարավ լույսի տեղ, լվաց ու մաքրեց նրան և լույս ծագեցրեց խավարի մեջ գտնվողների համար։ Նա, որ ցանկանում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը, իր նախախնամ զորությամբ տնօրինում է ամեն ինչի սկիզբն ու ավարտը։ Նույն կերպ էլ հայ ժողովրդի փրկությունը ճիշտ ժամանակին կարգավորեց, ինչպես սովորում ենք պատմությունից։ Սատանայի չար գործակիցներից մեկը, Դիոկլետիանոս անունով կայսրը, որ Հռոմում էր իշխում, կամեցավ կին առնել և նկարիչներ ուղարկեց իր ամբողջ տիրապետության տարածքով, որպեսզի որտեղ գտնեին գեղեցիկ կին, նկարեին և բերեին իր մոտ։ Հռոմի մոտ կար կույսերի մի վանք, որոնք իրենց նշանել էին երկնավոր փեսային Քրիստոսին։ Նրանց առաջնորդը Գայանե անունով մի կույս էր։ Նրանց մեջ կար նաև կայսերական տոհմից մի օրիորդ, Կղոդիայի ցեղից Հռիփսիմե անունով, չափազանց գեղեցիկ արտաքինով։ Նկարիչները բռնությամբ մտանն նկարեցին զարմանագեղ Հռիփսիմեին և նրա պատկերը տարան կայսրին։ Կայսրը անմիջապես պատրաստվեց նրա հետ ամուսնանալու։ Այդ տեսնելով մաքուր կույսերը Աստծուն ապավինելով աղոթում էին և իրենց ամբողջովին հանձնել էին նրան, պատրաստ լինելով թափառական դառնալու։ Նավ գտնելով նախ գնացին Եգիպտոս, այնտեղից էլ Երուսաղեմ, ապա Եդեսիա և վերջապես հասան Հայաստան։ Շատ տեղեր շրջելուց հետո նրանցից ոմանք մնացին տարբեր վայրերում, իսկ մյուսները եկան Այրարատ գավառի Վաղարշապատ մայրաքաղաքը։ Հռոմից դուրս եկածների թիվը 70-ից ավելի էր, տղամարդկանց ու կանանց հետ միասին, իսկ Վաղարշապատ հասած կույսերը 37 էին։ Չարաբարո և անխոհեմ Դիոկլետիանոսը նամակ ուղարկեց հայոց թագավոր Տրդատին, որպեսզի նա որոնի կույսերին իր երկրում և կամ ուղարկի նրանց իր մոտ, կամ էլ Հռիփսիմեին վերցնի իրեն գնության։ Երբ Տրդատը որոնեց սուրբ կույսերին, գտավ իր քաղաքի մոտ խաղողի այգիների մեջ գտնվող հնձանում։ Նա նախարարներին հրամայեց զարդարել Հռիփսիմեին և բերել իր մոտ։ Սակայն սուրբ և պարկեշտ կույս Հռիփսիմեն, ձեռքերը խաչաձև տարածելով իր խաչյալ փեսայի Քրիստոսի առջև, աղոթում էր, որ նա օգնության հասնի իրեն։ Եվ ահա հանկարծ որոտում ու սաստիկ ձայն հնչեց, որ ասում էր. «Մի վախեցիր, սուրբ օրիորդ, որովհետև ես քեզ հետ եմ, քեզ փրկելու համար»։ Երբ նրան տարան թագավորի մոտ, նա մտավ սենյակ իր ցանկությունը կատարելու։ Այդ ժամանակ սուրբ կույսը զորացավ և օրվա 3-րդ ժամից մինչև 10-րդ ժամը պայքարեց նրա դեմ,
աղթելով նրան գետին տապալեց։ Այդ մարդը հռչակված էր ամբողջ աշխարհում իր ուժով, սակայն չկարողացավ հաղթել նրան։ Այսուհետև բերեցին մայր Գայանեին, որպեսզի համոզի Հռիփսիմեին կատարել թագավորի կամքը, բայց նա գալով հռոմեական լեզվով քաջալերում էր նրան ասելով. «Արի, հաստատ մնա քո պայքարի մեջ, որովհետև Քրիստոսն է քո օգնականը»։ Նրանք, ովքեր հասկանում էին այդ լեզուն, քարերով հարվածեցին Աստվածախոս կնոջ բերանին և կոտրեցին նրա ատամները։ Դրդատը նորից բռնկվեց չար ցանկությամբ և պայքարեց Հռիփսիմեի դեմ օրվա 10-րդ ժամից մինչև գիշերվա առաջին ժամը, սակայն կույսը կրկին հաղթեց նրան և գետին գցեց։ Իսկ ինքը դուրս եկավ հրապարակ, շրջում էր այնտեղ և ոչ ոք չէր համարձակվում ձեռք բարձրացնել նրա վրա։ Նա ավետիս էր տալիս իր ընկերուհիներին և գոհություն հայտնելով աղոթում էր Աստծուն։ Եվ նույն ժամին հասան անօրեն տահիճները, նախ կտրեցին նրա լեզուն, ապա հանեցին նրա աչքերը, այրեցին նրա ամբողջ մարմինը, սուր քարեր գլորեցին նրա կոկորդի վրա և ներքև թափեցին նրա աղիքները, ապա անգթորեն ջարդուփշուր արեցին ամբողջ մարմինը և այդպես այդ գիշեր նա վկայությամբ ավարտեց կյանքը։ Առավոտյան եկան նաև մյուս կույսերը թվով 32, որպեսզի հավաքեն նրա մարմինը, բայց նրանց էլ սպանեցին այն ժամանակ, երբ աղոթքը դեռ նրանց շուրթերին էր։ Նրանցից մեկն էլ հիվանդ լինելու պատճառով սպանվեց հենց Խաղողի այգու հնձանում։ Իսկ Սուրբ Գայանեին երկու ընկերուհիների հետ տարան մահապարտների տեղը, նրա ոտքերի սրունքները ծակեցին, փող խրելով փչելով կենդանի մարմնի մեջ, մորթեցին նրան և գլխատեցին։ Այսպես Սուրբ Հռիփսիմեն իր 33 ընկերուհիների հետ նահատակվեց հոռի ամսվա 26-ին, իսկ Սուրբ Գայանեն իր երկու ընկերուհիների հետ միասին նույն ամսվա 27-ին։ Բոլոր նրանք, ովքեր այդտեղ նահատակվեցին, թվով 37 էին։ Նրանք Քրիստոս Աստծուց ընդունեցին հաղթության պսակը։ Երբ թագավորը պատրաստվում էր կառքով դուրս գալ, հանկարծ Աստծո պատիժը հասավ նրան, դևը հարվածեց նրան և նա կառքից ցած ընկավ։ Նա իր ատամներով պատառոտում և ուտում էր սեփական մարմինը։ Նույնը պատահեց նաև իշխաններին և քաղաքացիներին, որոնք մասնակցել էին այդ չարագործությանը, թե տղամարդիկ և թե կանայք դևերից խելագարված կծոտում էին իրենց մարմինները։ Իսկ թագավորը ոչ միայն խելագարվել էր, այլև ինչպես Բաբելոնի բռնակալը մարդկային բնությունից վերածվել էր անասնական վիճակի։ Նա թերևս ավելի խղճուկ վիճակում էր, քան այն բռնակալը, որովհետև նա առյուծի կերպարանք էր ստացել, իսկ սա խոզի կերպարանք էր ընդունել, ավելի անարգ, քան նա։ Նա խոզերի հետ էր բնակվում եղեգնուտներում և նրանց հետ միասին էր կերակրվում։ Իսկ մարդասեր և ամենախնամ Աստված, որ ցանկանում էր նրանց դարձի բերել և դեպի բարի փոխել, խրատեց նրանց։ Նա տեսիլքով երևաց թագավորի քրոջը, որի անունը Խոսրովի դուխտ էր, և պատվիրեց գնալ Արտաշատ քաղաք ու Գրիգորին դուրս բերել օձերով լի վիրապից, որպեսզի նա գա և բժշկի նրանց դիվահարության ծանր տանջանքներից։ Այն ժամանակ իշխաններից մեկին, որի անունը Օտա էր, ուղարկեցին։ Նա եկավ, կանգնեց վիրապի եզրին և բարձր ձայնով 3 անգամ կանչեց. «Գրիգոր, Գրիգոր, եթե կենդանի ես, դուրս արի, որովհետև քո Տեր Աստվածը հրամայել է քեզ»։ Եվ նա Աստծու վերին ներգործությամբ դուրս եկավ և գնաց դեպի Վաղարշապատ քաղաքը։ Երբ քաղաքի խելագարված բնակիչները նրան տեսան, ընդառաջ ելան և իրենց մարմինները ատամներով կծոտում էին։ Սուրբ Գրիգորը աղոթեց նրանց վրա,
Նրանք սթափվեցին, այնուհետև նա հարցրեց նրանց նահատակների մասին, սակայն նրանք չգիտեին նահատակների անունները, և նա ասաց. «Նրանք, ովքեր ձեր կողմից սպանվեցին Քրիստոսի անվան համար, նրանց եմ փնտրում»։ Այդ ժամանակ նրանք ցույց տվեցին այն վայրը, որովհետև նահատակների մարմինները ընկած էին քաղաքի սահմաններից դուրս։ Նրանց նահատակությունից 9 օր էր անցել, սակայն մարմինները չէին նեխել ու փչացել, և ոչ մի գազան կամ թռչուն չէր մոտեցել նրանց։ Այն ժամանակ Գրիգորը նրանց պատեց իրենց սեփական հագուստներով և դրեց այն հնձանում, որտեղ գտնվում էր նրանց վանքը։ Ինքը նույնպես այնտեղ բնակվեց և 26 օր շարունակ քարոզում էր ժողովրդին թե ցերեկը և թե գիշերը առանց դադարելու։ Այն ժամանակ բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը հավաքվեցին նրա մոտ, և թագավորն էլ նրանց մեջ էր։ Սուրբ Գրիգորը խաչի նշանով օրհնեց նրանց և այնպիսի բժշկություն շնորհեց, որ թագավորն ու իշխանները սթափվեցին, սկսեցին խոսել, լսել և հասկանալ այն կենարար խոսքը, որ նա քարոզում էր։ Սկսելով անսկիզբն բանից, նա նրանց ուսուցանում էր Հոր, Որդու և Սուրբ Հոգու եռանդյա և մի Աստվածությունը։ Պատմում էր աշխարհի արարչության, նահապետների կարգի, բան Աստծո տնօրինական գալստյան, փրկարար մարդեղության մասին և այնպես նրանց սովորեցնում էր ամբողջ ճշմարիտ վարդապետությունը։ Նա նաև պատմում էր նրանց միածնի ահավորիչման տեսիլքը, երբ ոսկե մուրճով հարվածում էր երկրին և ձայն էր հնչում մինչև անդունդները։ Այն ժամանակ ասաց նրանց. «Եկեք կառուցենք լույսի սուրբ խորաններ և սուրբ վկաների հիշատակը, նրանց տեղափոխելով հանգստյան վայր, որպեսզի նրանք էլ մեզ համար բարեխոս լինեն հոգու և մարմնի նորոգության համար»։ Այս ասելուց հետո հրամայեց պատրաստել շինության նյութերը։ Կառուցեցին 3 վկայարան։ Մեկ այնտեղում, որտեղ Սուրբ Հռիփսիմեն նահատակվեց իր 33 ընկերուհիների հետ, մեկ այնտեղ, որտեղ Սուրբ Գայանեն նահատակվեց իր 2 ընկերուհիների հետ, և մեկը հնձանում, որտեղ գտնվում էր նրանց վանքը։ Այնուհետև Սուրբ Գրիգորը հավաքեց նահատակների մասունքները և ըստ նրանց թվի յուրաքանչյուրին առանձին դրեց դագաղի մեջ իրենց հանդերձներով։ Թագավոր Տրդատը աղաչեց Սուրբ Գրիգորին բժշկել իր ձեռքերն ու ոտքերը, որպեսզի անձամբ կարողանա մասնակցել վկաների և սրբավայրերի շինությանը, և այդպես էլ եղավ, նրա ձեռքերի և ոտքերի կապանքներն իսկույն ընկան։ Նա սկսեց կրել նահատակների հանգստյան շինության քարերը։ Թագավորի կինը, քույրը և դուստրերը իրենց հանդերձների փեշերով դուրս էին բերում Սուրբ Հռիփսիմեի և նրանց ընկերուհիների գերեզմաններից հողը։ Այնուհետև թագավորը Սուրբ Գրիգորի խորհրդով գնաց 7-օրյա ճանապարհ հեռավորության վրա գտնվող Մեծ Մասիս լեռը և այնտեղից իր ուսերին բերեց 8 մեծ անմշակ քարեր, որոնցից յուրաքանչյուրն այնքան ծանր էր, որ շատ մարդիկ անգամ չէին կարող շարժել։ Այդ քարերից 4-ը դրեցին յուրաքանչյուր վկայարանի դռան մոտ՝ ի հակադրություն այն անխոհեմ մարդու, որը ցանկացել էր Քրիստոսի հարսին բռնությամբ տիրանալ իր սենյակում։ Ապա կառուցեցին մեծ Սուրբ Կաթողիկեն Էջմիածնի Մայր տաճարը և այնտեղ կանգնեցրին Սուրբ Խաչի նշանը ժողովրդի երկրպագության համար։ Օրեցօր ժողովուրդն աճում էր պահքի, աղոթքի և Սուրբ Գրիգորի վարդապետությունը լսելու մեջ։ Դրանից հետո Սուրբ Գրիգորը աղոթեց Աստծուն թագավորի և ամբողջ ժողովրդի համար։ Թագավորը ժողովրդի մեջ կանգնած էր, դեռևս խոզակերպ տեսքով, հանկարծ նա սկսեց դողալ, և նրա դեմքն ու մազերը վերադարձան իրենց նախկին տեսքին, իսկ մարմինը դարձավ փափուկ, ինչպես նորածին մանկան մարմինը։
Նույն կերպ բժշկվեցին նաև բոլոր նրանք, ովքեր դիվահար էին եղել կամ տառապում էին տարբեր հիվանդություններից՝ կաղերը, անդամալույցները, խուլերը և ամեն տեսակ ախտավորները։ Դրանից հետո նրանք սկսեցին կործանել կուռքերի և հեթանոսական կուռքերի պատկերները, ինչպես նաև դրանց հետ կապված ամեն ինչ, ոսկին և արծաթը բաժանում էին աղքատներին։ Եվ այսպես ամբողջ Հայոց աշխարհը մաքրվեց կռապաշտությունից։ Դրանից հետո, խորհրդակցելով թագավորի հետ, նա Սուրբ Գրիգորին ուղարկեց Կեսարիա, որպեսզի ընդունի քահանայական իշխանությունը և Սուրբ Ավազանի մկրտությամբ լուսավորի ժողովրդին։ Սակայն Գրիգորը իր խոնարհության պատճառով չէր համարձակվում այդ պատասխանատվությունն ընդունել, մինչև որ հրեշտակից հրամանը ստացավ։ Այն ժամանակ գնաց Կեսարիա հայոց առաջին հայրապետ Ղևոնդիոսի մոտ։ Քանի որ Սուրբ Թադևոս առաքյալը, երբ եկավ Աբգարի մոտ, Ուրհա, ձեռնադրեց ասորիների Ուրհա քաղաքի եպիսկոպոսին և Կեսարիայի առաջին հայոց եպիսկոպոս Թեոփիլոսին, այնուհետև նրա հաջորդը եղավ Զաքարիա եպիսկոպոսը, որը հետո նահատակվեց հայոց Սանատրուկ թագավորի կողմից։ Սա հենց այն Թեոփիլոսն էր, որի անունով Ղուկասը գրեց իր ավետարանը և առաքյալների գործերը, և քանի որ նա Թադեոսից էր ձեռնադրված, այդ պատճառով էլ Սուրբ Գրիգորը գնաց այնտեղ և նրանից ընդունեց ձեռնադրությունը որպես իր առաքելական ժառանգությունից, ոչ թե օտար աղբյուրից։ Երբ նա արժանապես ձեռնադրվեց որպես հայոց մեծերի եպիսկոպոսապետ, վերադարձավ իր երկիրը, իր հետ բերելով Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ եպիսկոպոս և նահատակ Աթանագինեսի մասունքները։ Երբ հասավ Տարոնի գավառ, ինչպես պատմություններում է նշված, այնտեղ ամփոփեց սրբերի մասունքները, շատ օրեր այնտեղ քարոզեց և եկեղեցիներ կառուցեց։ Նախ այնտեղ մատուցեց աստվածային պատարագ, ապա մկրտեց ավելի քան 90,000 մարդ, ձեռնադրեց քահանաներ և սակավակներ և սահմանեց, որ ամեն տարի սրբերի տոնը կատարվի ամսվա 7-րդ օրը։ Երբ Տրդատը լսեց Սուրբ Հայրապետի գալստյան մասին, իր կնոջ, քրոջ և բոլոր իշխանների հետ դուրս եկավ նրան ընդառաջ մինչև Բագարան գյուղաքաղաքը, որի անունը թարգմանվում է Դիցավան, այն գտնվում էր Եփրատ գետի ափին, Նպատ լեռան ստորոտում։ Այնտեղ մնաց մինչև Սուրբ Գրիգորի ժամանելը։ Երբ հանդիպեցին միմյանց, Սուրբ Գրիգորը հրամայեց թագավորին և ամբողջ զորքին որոշ ժամանակ պահք պահել մկրտության նախապատրաստվելու համար, իսկ ինքը քարոզում էր նրանց կյանքի խոսքը։ Այդ վայրում կար մեծ մեհյան, որի պատճառով էլ տեղը կոչվում էր Դիցավան։ Ամեն տարի նավասարդ ամսվա սկզբին այնտեղ մեծ տոնակատարություն էին անում։ Սուրբ Գրիգորը հրամայեց կործանել այդ մեհյանը և նրա տեղում կառուցել եկեղեցի Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինեսի անունով։ Նրանց մասունքները դրեց այնտեղ և սահմանեց, որ ամեն տարի նավասարդ ամսին նույն օրը կատարվի սրբերի տոնը։ Երբ պահքի օրերն ավարտվեցին, Սուրբ Գրիգորը հրամայեց թագավորին և ամբողջ զորքին իջնել Եփրատի Ադենաբուխ կոչվող վտակը, ինքը օրհնության յուղը գցեց ջուրը, ասելով. «Հանուն Հոր և Որդվո և Հոգևորին Սրբո»։ Եվ հանկարծ տեղի ունեցան մեծ ու զարմանալի հրաշքներ, որոնք ոչնչով պակաս չէին Տիրոջ մկրտության ժամանակ Հորդանանում կատարված հրաշքներից։ Որովհետև գետի ջրերը ետ դարձան դեպի ակունքը, ինչպես Հորդանանի ջրերը Տիրոջ մկրտության ժամանակ։ Դրանով բացահայտ կերպով ցույց էր տրվում, որ մկրտվողները վերադառնում են իրենց նախնական աստվածային փառքին։ Օրհնության յուղը տարածվեց ողջ ջրի վրա, ինչը խորհրդանշում է Սուրբ Հոգու իջնելը, ինչպես Հորդանանի վրա։ Նաև մի լուսեղեն սյուն հայտնվեց ջրի վրա, որի վերևում խաչ կար։ Այդ լույսը, որ վերևից էր գալիս, խորհրդանշում էր Հայր Աստծու ձայնը, որով հռչակվում էր մկրտվողների որդեգրությունը։
Իսկ խաչը խորհրդանշում էր Աստծու որդու անձնավորությունը, ցույց տալով, որ նրանք, ովքեր մկրտվում են հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբով, ստանում են որդեգրության շնորհ։ Այնուհետև Սուրբ Գրիգորը բոլորին հաղորդակից դարձրեց Աստծու որդու փրկարար մարմնին և արյանը։ Մկրտվածների թիվը ավելի քան 150,000 էր, լույսի սյունը կանգնած մնաց գետի վրա մինչև մայրամուտ, ապա անհետացավ։ Նրանք այնտեղ մնացին 7 օր, և այդ օրերի ընթացքում մկրտվեցին բազում ժողովուրդ, տղամարդիկ, կանայք և երեխաներ, ընդհանուր թվով ավելի քան 400,000 մարդ։ Այսպես լուսավորվեց ամբողջ Հայաստանը։ Սուրբ Գրիգորը քահանաներ ու սպասավորներ էր կարգում, եկեղեցիներ կառուցում և բոլորին հաստատում Քրիստոսի հավատքի մեջ։ Այնուհետև նա ցանկացավ սիրել միայնակյաց կյանքը և առանձնանալ մարդկանցից, որովհետև իր ողջ կյանքի ընթացքում խիստ պահեց ճգնավորական վարք։ Ագաթանկեղոսը, որը ականատեսն էր նրա գործերին, պատմում է, որ նա շատ հաճախ 40 օր շարունակ գրեթե ոչինչ չէր ճաշակում։ Թեև Մովսեսը 40 օր պահեց, երբ խոսում էր Աստծու հետ լեռան վրա, և Եղիան նույնպես 40 օր պահեց, սակայն ուրիշ ոչ ոքի մասին հայտնի չէ, որ այդպիսի պահեցողություն ունենար, իսկ Գրիգորը դա անում էր ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ գրեթե ամբողջ կյանքում, մինչև հասավ երկնային սեղանի վայելմանը։ Այնուհետև թագավորն ու իշխանները խնդրեցին, որ իր որդուն ձեռնադրի որպես իրեն հաջորդ։ Սուրբ Գրիգորը ձեռնադրեց Սուրբ Արիստակեսին հայրապետական աթոռի վրա, ըստ այս խոսքի՝ հայրերի փոխարեն քո որդիները կլինեն, իսկ ինքը կրկին առանձնացավ։ Երբեմն Սուրբ Գրիգորը դուրս էր գալիս իր աշակերտների հետ, շրջում էր գավառներում և հավատքի մեջ հաստատում ժողովրդին։ Այն ժամանակ, երբ լսեցին, որ Հռոմում Կոստանդիանոսը հավատացել է Քրիստոսին, Սուրբ Գրիգորն ու մեծ թագավոր Տրդատը գնացին նրան ողջունելու։ Նրանք հաստատեցին երկու ազգերի միջև սերն ու միաբանությունը, ինչպես պատմությունն է մանրամասն պատմում, և վերադարձան Հայաստան։ Դրանից հետո Սուրբ Գրիգորը շարունակեց իր բարձրագույն վարդապետությունը, հաճախ արտասանելով ճառեր, իմաստուն առակներ, պարզ ու հասկանալի ուսմունքներ, բազմազան խրատներ և շնորհալի քաղցրահունչ քարոզներ։ Վերջում նա հեռացավ անապատ, լեռների ու քարայրների մեջ բնակվելու, որպեսզի մարդկանց աչքից հեռու ապրի։ Սուրբ Գրիգորը երկար ժամանակ ապրեց այնտեղ անապատում ու առանձնության մեջ, թե որքան ժամանակ մնաց, շատ թե քիչ, միայն Աստծուն է հայտնի, նա այնտեղ մնաց մինչև երկրային կյանքի ավարտը։ Դարանաղյաց լեռներում հովիվները գտան նրան մենակյաց քարայրում հանգուցյալ։ Նա արդեն փոխադրվել էր Քրիստոսի մոտ և այնտեղ էլ թաղվեց, այնպես, որ ոչ ոք չգիտեր, թե ով էր նա։ Նրա մարմինը մնաց այնտեղ մինչև հույն կայսր Զենոնի ժամանակները։ Հետագայում մի գիշերային տեսիլքում նա երևաց Բավյան գավառի մի սուրբ ճգնավորի, որի անունը Գառնիկ էր, և պատվիրեց իր մարմինը դուրս բերել այնտեղից և տեղափոխել Թորդան գյուղը։ Ճգնավորը, ըստ այդ հրամանի, գտավ Աստծու մարդու ամբողջական մարմինը գերեզմանի մեջ և մեծ պատվով տեղափոխեց ու դրեց Թորդանում։ Ժամանակ անց նրա մասունքների մի մասը տարվեց Կոստանդնուպոլիս, իսկ նրա օրհնաբեր աջը մնաց հայրապետական աթոռում։ Թեև այս պատմությունից դուրս է նրա մյուս հրաշքների հիշատակությունը, սակայն արժե մի քանիսը պատմել, որպեսզի մոռացվածը նորից հիշվի։ Երբ դեռ նոր էր Հայաստանում տնկված քրիստոնեական հավատը,
Արագած լեռան ստորոտում գտնվող Փարպի գյուղաքաղաքում կառուցվել էր Սուրբ Երրորդությանը նվիրված տաճար։ Մի օր, երբ մատուցվում էր Սուրբ Պատարագ, մի կռապաշտ մարդ սատանայի դրդմամբ վերցրեց կատաղած մի շուն, որը տառապում էր անբուժելի հիվանդությամբ և նետեց եկեղեցու լուսամուտից ներս Սուրբ սեղանի վրա։ Սուրբ Հայրապետը բարձրացրեց Աստծու առաջ Սուրբ Խորհուրդը և աղոթեց, որ ինչպես Քրիստոսի խաչելությամբ մահը բժշկեց հին Ադամի և նրա սերնդի հոգևոր վերքերը, այնպես էլ այս Սուրբ Պատարագի հիշատակով թող բժշկվի կատաղած կենդանու խայթից տառապող յուրաքանչյուր մարդ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ։ Աստված լսեց նրա աղոթքը։ Դրանից հետո այդ տաճարի քարերը դարձան բժշկության միջոց, ով դրանցից օրհնված քար էր վերցնում և օգտագործում, ազատվում էր կատաղած կենդանիների պատճառած հիվանդությունից։ Ավելին, երբ ուխտավորները տանում էին այդ քարերը, եկեղեցին դատարկվում էր, բայց գյուղացիները դաշտերից նոր քարեր էին բերում ու դնում եկեղեցում և դրանք նույնպես նույն հրաշագործ զորությունն էին ստանում, այդպես Սրբի բարեխոսությամբ հրաշքը շարունակվում էր լինել։ Մի անգամ պարսիկներ եկան այդ օրհնությունից օգտվելու։ Տեսնելով, որ եկեղեցու և շրջակա դաշտի քարերը նույնն են, նրանք կարծեցին, թե քարերի զորությունը նրանց բնությունից է, ոչ թե Սրբի հրաշքից։ Ուստի դաշտից քարեր վերցրին և տարան իրենց երկիրը։ Սակայն երբ դրանք օգտագործեցին հիվանդների բուժման համար, ոչ միայն օգուտ չտվեցին, այլ հիվանդները նույնիսկ ավելի շուտ մահացան։ Նույնիսկ պատահում էր, որ եթե առողջ մարդիկ վերցնեին այդ քարերից ու սխալ ձևով կիրառեին, վնասվում էին։ Այդպիսով ավելի փառավորվեց Աստծու անունը և Սուրբ Գրիգորի հիշատակը։ Ականատեսները նաև մեկ այլ հրաշք են պատմում։ Այդ երկրում կար մի չափազանց թունավոր և վտանգավոր օձատեսակ, որի խայթոցից բուժում գրեթե չկար։ Երբ մարդիկ փորեցին այն խոր փոսը, որտեղ ժամանակին նետել էին Սուրբ Գրիգորին, այնտեղից բռնեցին այդ օձերից և գցեցին նույն վայրը։ Բայց Սուրբ Գրիգորը, որի մասին Տերն ասել էր. «Ձեզ իշխանություն տվեցի կոխելու օձերի և կարիճների վրա, և ոչինչ ձեզ չի վնասի», Աստծուց ստացավ նաև այն շնորհը, որ նրա աղոթքով այդ օձերի մահաբեր թույնը կորցրեց իր ուժը այն բոլոր վայրերում, որտեղ նրանք կային։ Այնպես որ այդ օձերը դարձան անվնաս։ Երեխաները նրանց հետ խաղում էին, այնպես ինչպես հավի ճտերի հետ։ Նրանք վերցնում էին օձերին ձեռքերով, դնում ծոցը պարանոցին ուսերին, խաղացնում իրար վրա և օձերը որևէ վնաս չէին տալիս։ Ժողովուրդը սովորաբար նրանց կոչում էր Սուրբ Գրիգորի օձեր։ Թեև այս ամենը հայտնի էր, այնուամենայնիվ որոշ մարդիկ թերահավատությամբ կարծում էին, թե այդ օձերը բնությամբ են անվնաս։ Պատմվում է նաև մի այլ դեպք, որը տեղի է ունեցել նույն երկրում Առուչ կոչվող գյուղում։ Երբ գյուղի մանուկները իրենց հորթերին արածեցնում էին դաշտում, սովորության համաձայն բռնում էին այդ օձերից և խաղում նրանց հետ։ Երեկոյան, երբ վերադառնում էին գյուղ, օձերին միմյանց կապելով կախում էին ծառերի ճյուղերից, որպեսզի հաջորդ օրը պատրաստ գտնեն և շարունակեն իրենց խաղը։ Պատահեց այնպես, որ մի քանի օր այնտեղ չգնացին, այլ ուրիշ կողմ գնացին։ Մի քանի օր անց վերադարձան և գտան օձերին նույն տեղում կախված։ Ուզեցին վերցնել և խաղալ։ Նրանցից մեկը, կորցնելով զգուշությունը, բարձրացավ օձը վերցնելու։ Այդ ժամանակ օձերից մեկը, բարկանալով չարչարանքներից, խայթեց մանուկի ձեռքը։ Խայթոցի ուժից թույնը հոսեց նրա մարմնով, և խայթվածը իսկույն հոգին ավանդեց, իսկ մյուս երեխան 2 օր անց մահացավ։ Այս պատահարը եղավ ոչ միայն այն պատճառով, որ անողորմաբար չարչարում էին անվնաս սողուններին,
այլև որպես հանդիմանություն նրանց, ովքեր կարծում են, թե այդ օձերի անվնաս լինելը ոչ թե Սուրբի երաշխից է, այլ նրանց բնական հատկությունից։ Կան նաև այլ հրաշքներ, որոնք արժանի են հիշատակության։ Երբ հույների կայսեր կողմից եկան Սուրբ մասունքները որոնելու, իշխաններին ու գավառացիներին հարցուփորձ էին անում, բայց ոչ ոք չգիտեր, թե որտեղ են դրանք։ Այդ ժամանակ հարցրին մի ծեր հովի, որը երկու աչքերով կույր էր։ Նա ասաց. «Տարեք ինձ այն առանձնացած լեռը, որտեղ գիշերները արևի նման պայծառ լույս է երևում մի նշանավոր փոքր աղբյուրի մոտ»։ Երբ նրան տարան աղբյուրի մոտ, նա վերցրեց ջրից, լվաց իր երեսը, և նրա աչքերը բացվեցին, ապա ցույց տվեց Սուրբի մասունքները, որոնք այդ տեղից ոչ հեռու էին ամփոփված։ Տեսնելով այդ բոլորը փառք տվեցին Աստծուն և նրա Սրբին, որովհետև նա ոչ միայն կենդանության օրոք, այլև մահից հետո էր հրաշքներ գործում, նա լուսավորում էր ոչ միայն հոգու աչքերը, այլև մարմնի զգալի աչքերը։ Դրա համար էլ իրավամբ նա կոչվում է լուսավորիչ։ Աստծուց երանացած այս Սուրբը երեք պատվավոր անուն ունի սուրբերի շարքում. նախ լուսավորիչ, երկրորդը ճշմարիտ արմատ, երրորդը քաջ հովիվ բանավոր հոտի։ Այժմ պետք է բացատրենք դրանցից յուրաքանչյուրը։ Նախ, ինչու է կոչվում լուսավորիչ։ Նա այդպես է կոչվում 10 պատճառներով։ Առաջին, ցրեց տգիտության խավարը և մարդկանց լուսավորեց ճշմարտության գիտությամբ։ Երկրորդ, անհավատության խավարից մարդկանց բերեց հավատքի և աստվածգիտության լույսին, սա կատարվեց նրա քարոզչությամբ։ Երրորդ, մեղքի խավարից մարդկանց առաջնորդեց շնորհի լույսին, սա կատարվեց մեղքերի թողությամբ։ Չորրորդ, մահվան խավարից մարդկանց առաջնորդեց կյանքի լույսին, ըստ Սաղմոսի խոսքի. «Լույս տուր, Տեր, իմ աչքերին, որպեսզի երբեք մահվան ննջում չընկնեմ»։ Սա կատարվեց նրա մարմնական չարչարանքների միջոցով։ Հինգերորդ, լուսավորվեց քահանայական կարգը, երբ ձեռնադրվեց։ Վեցերորդ, լուսավորեց Եփրատ գետի մեջ մկրտված բազմաթիվ նորածիններին աստվածային լույսի իջմամբ։ Յոթներորդ, երբ գնաց մեծն Կոստանդիանոսի մոտ, սոսկալի պատարագի ժամանակ նրա վրա կամարաձև լուսեղեն սյուն փայլեց, այնպես որ մարդիկ չէին կարողանում նայել նրան, այդ պատճառով ևս նա կոչվեց լուսավորիչ։ Շատ կույրեր էին դուրս գալիս նրան ընդառաջ, ինչպես նաև տարբեր հիվանդներ, և նա բոլորին լուսավորում ու բժշկում էր։ Ութերորդ, կրկին լուսավորվեց երկնային լույսի իջմամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցում, Մայր եկեղեցու վրա։ Իններորդ, Սուրբ քաղաք Երուսաղեմում մեծ շաբաթ օրը նրա աղոթքի խնդրանքի շնորհիվ վառվեց Սուրբ Հարության լույսը։ Այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի այդ լույսը երևում է հայ ազգի ժողովրդի մեծ պարծանքին։ 10-րդ, երբ որոնում էին նրա սուրբ մասունքները առանձնացած լեռան վրա, մի կույր մարդ, որը գիտեր այդ վայրը, աղբյուրի ջրով լվացվեց և տեսողություն ստացավ։ Նրա մոտակայքում գտան Սուրբ Մարմինը, որը մեծ պատվով փոխադրեցին և ամփոփեցին Թորդանում, մինչև օրս էլ շատ կույրեր հույսով դիմում են նրան և բժշկություն ստանում։ Այդ պատճառով էլ նա կոչվում է լուսավորիչ։ Ինչու է կոչվում ճշմարիտ արմատ։ Նա ճշմարիտ արմատ է կոչվում 10 պատճառներով։ Առաջին, ինչպես արմատն է սկիզբը այն ամենի, ինչ առաջ է գալիս, այնպես էլ նա հայ ազգի ուղղափառ հավատքի սկզբնավորողն է։ Երկրորդ, ինչպես արմատից են բխում բունը, ճյուղերը, տերևները, ծաղիկներն ու պտուղները, այնպես էլ նրանից են առաջացել Հայոց եպիսկոպոսներն ու քահանաները,
ըստ իրենց աստիճանների, ժողովրդի բազմությունը որպես տերևներ, հավատքը որպես ծաղիկ, բարի գործերը որպես պտուղ։ Երրորդ, ինչպես արմատը նախ խոնարհվում է դեպի հողը, ապա բարձրանում, այնպես էլ նա նախ իջավ տառապանքների և խորխորատների մեջ, ապա բարձրացավ երկինք։ Չորրորդ, ինչպես արմատը հյութն ընդունում է և բաշխում ամբողջ բույսին, այնպես էլ նա, լինելով մեր գլուխը և Քրիստոսի փոխանորդը, Սուրբ Հոգու շնորհները բաշխում է եկեղեցու անդամներին։ Հինգերորդ, ինչպես արմատը թաքուն լինելով կենսունակություն է հաղորդում բույսին, այնպես էլ նա, թեև անտեսանելի, հաստատում է հավատքը, գործերը և եկեղեցական բոլոր աստիճանները։ Վեցերորդ, ինչպես մեկ արմատ տնկելով բազմաթիվ բույսեր են աճում, այնպես էլ նա միայն իր մարմնական չարչարանքներով անթիվ մարդկանց պտղաբեր դարձրեց Աստծու համար։ Յոթերորդ, ինչպես արմատը նույն բնությունն ունի բույսի հետ, նույնպես էլ նա բնությամբ նույն մարդն էր, ինչ բոլոր մարդիկ, սակայն աստվածային հրաշագործ ներգործությամբ առանձնահատուկ էր մարդկանց մեջ։ Ութերորդ, ինչպես արմատի վրա հաստատված բույսերը կենդանի են մնում, իսկ նրանցից կտրվածները չորանում են, այնպես էլ նրանք, ովքեր հաստատուն են մնում նրա դավանության մեջ, ունեն հոգևոր կյանք, իսկ նրանք, ովքեր անհավատությամբ կամ չար գործերով հեռանում են նրանից, զրկվում են նրա շնորհներից։ Իններորդ, թեպետ ճյուղերը կարող են կտրվել կամ քամիներից շարժվել, արմատը մնում է անշարժ և անսասան, այնպես էլ մարդիկ կարող են հավատքով կամ անհավատությամբ հեռանալ նրանից, սակայն իրենք են կորչում, մինչդեռ նա մնում է հաստատուն։ 10-րդ, ինչպես ձմռանը չորացած բույսը գարնանը արմատից նորից կենդանանում է, այնպես էլ անհավատությամբ հոգևորապես չորացած մարդիկ, վերադառնալով հավատքին, արժանանում են մեղքերի թողության և կրկին վերականգնվում իրենց նախկին արժանապատվության մեջ։ Այսպես է նա հոգևոր իմաստով կոչվում ճշմարիտ արմատ։ Եվ քաջ հովիվ է կոչվում համաձայն քաջ հովվի Քրիստոսի։ Եվ այս 10 պատճառներով ու հատկանիշներով. նախ, հովիվը բնակեցնում է դալար վայրերում, այսինքն սուրբ գրքերի գիտության մեջ։ Երկրորդ, հանգստության ջրերի մոտ է սնուցում, այսինքն մկրտության ավազանով և Սուրբ Հոգով։ Երրորդ, գնում է իր ոչխարների առջևից։ Չորրորդ, պատերազմում է գազանների դեմ։ Հինգերորդ, մոլորյալներին դարձի է բերում։ Վեցերորդ, կորուսյալներին գտնում է։ Յոթներորդ, վիրավորներին բժշկում է։ Ութներորդ, զորավորներին պահպանում է։ Իններորդ, վերջին օրը առաջնորդում է դեպի փարախը։ 10-րդ, հովվական խոսքով մխիթարում է նրանց։ Այսպես, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կոչվում է հոգևոր քաջ հովիվ և ճշմարիտ արմատ, ինչպես հայտնի է իմաստուններին։ Արդ, եկեք բոլորս, որ նրանից բազմապիսի շնորհներով լցվել ենք, նախ օրհնենք Աստծուն առատ, բարերար և մարդասեր իր ողորմության համար, որ իր մեծ ողորմությամբ մեզ անարժաններից պարգևեց իր մարդասիրության շնորհը, հավատարիմ և իմաստուն տնտեսի միջոցով ժամանակին տալով հոգևոր գերակուրը։ Եվ գոհություն մատուցենք նրան, որ հավատարիմ ծառայությամբ Տիրոջ գանձերից մեզ բաշխեց այդ շնորհները։ Եվ ձեզնից յուրաքանչյուր ոք, ով որևէ շնորհի արժանացավ, գովասանական երգով պատվիր նրան, մեծերն ու փոքրերը, բարձրաստիճաններն ու ստորադասները։ Քահանայապետեր, մեծարեցեք այն մեծ քահանայապետին, որ ճշմարիտ քահանայապետից ժառանգեց քահանայապետության աթոռը, որի փոխանորդներն եք դուք։ Քահանաներ, մեծարեցեք քահանայական շնորհի բաշխողին, որով Աստծու և մարդկանց միջև միջնորդ եղաք։ Սարգսավագներ, մեծարեցեք մեծ շնորհը փոխանցողին, որպեսզի սերովփայական երգով սրբությունների մեջ սրբանաք։ Դպիրներ, մեծարեցեք ձեր փոքր պաշտպանությամբ ձեզ դեպի բարձրերը վերաբարձնողին։
Վարդապետներ, մեծարեցեք ամեն բարի ուսմունքի ուսուցչին, ճգնավորներ, մեծարեցեք ճգնության հիմնադրին, թագավորներ, մեծարեցեք օրենսդրին, իշխաններ, մեծարեցեք նրան, որով ուղիղ եք վարում իշխանությունը, դատավորներ, մեծարեցեք այն սահմանողին, որով վարդարությամբ եք դատում, զինվորներ, մեծարեցեք այն օրենքը, որով հեռանում եք անիրավությունից, ժողովուրդ, մեծարեցեք ճշմարտության քարոզչին։ Տղամարդիկ ուղղությունը, կանայք պարկեշտությունը, մանուկները հնազանդությունը, մեղավորները դարձի բերողին, ապաշխարողները ապաշխարությունը, մոլորյալները գտնողին, ընկածները բարձրացնողին, հաստատվածները հաստատությունը, ծույլերը արիությունը, արիացածները քաջությունը, տգետները գիտությունը, իմաստունները հանճարը, հարուստները գանձը, աղքատները համբերությունը, մեծատունները խոնարհությունը, խոնարհները բարձրությունը։ Եվ արդ բոլորդ ամեն բանի մեջ ամենից առավել ամեն տեսակ գովասանական խոսքով օրհնեցեք նրան, որի միջոցով այս բոլոր պարգևները շնորհվեցին Աստծու ծառաներին։ Իսկ դու, ով Հայր բարեգութ, աննենգ ու բարեսեր, լսիր մեր աղաչանքները, որովհետև գիտենք, որ մեր բարեխոսն ես պարգևատու Աստծո մոտ, աղոթիր մեզ համար քո հոգևոր զավակներիս, որպեսզի մեզանից հեռացվի մեր հանցանքների արդար հատուցումը և կրկնակի պատիժները, այս աշխարհում հոգու թշնամուց և հանդերձյալում մարմնի և հոգու հավիտենական տանջանքներից։ Թող մեզ շնորհվի հնազանդությամբ և մերձավոր ծառայությամբ սպասավորել մեր միակ ճշմարիտ Թագավորին Քրիստոսին, և եթե մեզ համար սահմանված է այս կյանքում ծառայության և փորձության վիճակը, ինչպես ծառաներ ենք խիստ տերերի ձեռքում, ապա բարեխոսիր բոլոր ընտրյալների հետ, որպեսզի այն չարչարանքները, որ այժմ կրում ենք, լինեն կամավոր ապաշխարություն մեր մեղքերի թողության համար, որպեսզի այս ամենից ազատված արժանի լինենք լինել լույսի հոր որդիներ և բոլոր սուրբերի հետ փառավորենք երյակ անձնավորությանը, մեկ աստվածությանը, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից, ամեն։